Դուք որպես ազնիվ եւ հավատարիմ թիմակից մեզ հետ կիսել եք մեր բոլոր օրերը։ Մենք իրար հետ անցել ենք պատերազմի բովով։ Մենք իրար հետ ցավ ենք ապրել։ Մենք իրար հետ ժպտացել ենք։ Մենք իրար հետ ճանապարհ ենք անցել եւ այսօր այս հանգրվանին մենք ուզում ենք ձեզ հետ անցնել նաեւ ամենակարևորը՝ խաղաղության ճանապարհը։ Մեր խաղաղության քարոզարշավը ուղեկցվում է ձեր ջերմ ժպիտներով եւ ձեր մեր կողքին կանգնած լինելու հաստատակամությամբ։ Հետևաբար դուք եք մեր թիմը, դուք եք այն մարդիկ, որոնք բերում են Հայաստանի Հանրապետությանը խաղաղություն։ Սիրելի լոռեցիներ, եւ կան մարդիկ, որոնք գալիս են ձեզ մոտ տարբեր խոստումներ տալու ցանկությամբ, տարբեր բաներ են խոստանում, նախկին ինչ-որ քաղաքական ուժերի մնացուկներ։ 30 տարի իշխանության լինելով այդ մարդիկ գալիս են ձեր դռները եւ մի դրական բան չկա, որ պատմեն իրենց մասին, գալիս են մենակ ջադուների բամբասանքներով, ամենակեղտոտ հիմար ստերով։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք նորից ու նորից եւ հունիսի 7-ին ցույց տանք այդ մարդկանց, թե ով է ժողովուրդը։ Հունիսի 7-ին նրանք պիտի հանդիպեն ձեր իմաստությանը եւ հասկանան, թե որտեղ է իրենց տեղը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը այլևս խաղաղության ճանապարհ բտնած պետություն է եւ այլևս որևէ մեկը իր կեղտոտ, զզվելի ստերով, իր ընտրակաշատ բաժանելով, անցյալի հիշողությունները թարմացնելով չի կարող մեր կյանքում տեղ ունենալ։ Մենք հավատացել ենք ապագային միասին եւ հիմա մենք միասին գնում ենք դեպի խաղաղություն։